Ռուսաստանը ըստ էության Ուկրաինայում իր հարցերի հետ կապված մի փոքր իր դիրքերը զիջել է Հարավային Կովկասում, բայց հեռու եմ այն մտքից, թե Հարավային Կովկասից ինքը դուրս է եկել կամ կարող է դուրս գալ։ Բնավ։ Միևնույն ժամանակ Ռուսաստանը շարունակում է ամրապնդել Իրանի հակօդային պաշտպանության համակարգը եւ վերջի տվյալներով արդեն շուրջ 45 միավոր MiG-29 կործանիչ է էսպային գտնվում Իրանում, Su-34-երն էլ ճանապարհին են։ Այսինքն Ռուսաստանը փորձում է տարածաշրջանը բալանսավորել էսպային Իրանի միջոցով մինչև Ուկրաինայում հարցի կարգավորումը։ Այն որ այս պահի դրությամբ Ադրբեջանը օգտվելով Իրան-Իսրայել 12-օրյա պատերազմից էլ ավելի ամրացնում իր դիրքերը եւ արդեն բացահայտ խոսում է Ռուսաստանի դեմ դուրս գալու մասին, հանդես է գալիս նրա դեմ, խոսում է այն մասին, որ Ալիևը շատ բարձր ամբիոններից երաշխիքներ է ստացել։ Ալիևը, բայց նաեւ միևնույն ժամանակ ունի պարտավորություն այդ նույն բարձր ամբիոնների առաջ։ Ես պատահական չէր, որ իմ խոսքի սկզբում խոսեցի Արցախը մատուցարանով, այսպես Ալիևին հանձնելու մասին։ Միջազգային բարձր ատյանները աչք փակեցին, երբ Ալիևը միջազգային ահաբեկիչներ բերեց տարածաշրջան, նրանք աչք փակեցին, երբ օրը ցերեկով հայ խաղաղազգաբնակություն էր մորթվում, բայց դրա դիմաց դա այդ ամենը գին ունի եւ Ալիևը պիտի վճարի։